Ես եւ Բժիշկ Միրանյանը քննարկում ենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները եւ Հայաստանի անտարբերությունը, հանցագործ անտարբերությունը ես կասեի, եւ Բժիշկ Միրանյանը տարբերվում է իր հետաքրքիր վերլուծություններով եւ շարունակի պարոն Միրանյան կապված Պակիստանի Հայաստան շրջանաչելու հարցը եւ դրա շուրջ Հոսնշեն Պակիստանը քանի երկիրներ են որ Հայաստանի անկախությունը չջանցավ եւ Պակիստանը ուրեմն շատ իսլամական երկիր է, սուննի իսլամական երկիր է, մոդեռան է, ֆանատիկ է եւ ուրեմն բացառմկար որ չջանցավ, որովհետեւ չեն հավատար Հայաստանի քույրյան Ուրեմն վերջերս որ ինչպես ասեք, զինվորություններ գլան Պակիստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենչյան, ադի նպատակ կերաբանքել։ Նպատակը իսլամական նպատակն է։ Թուրքիան Էրդողանը առաջ կլեվի իսլամական աշխարհի, ինչպես նաեւ թուրքական աշխարհի, ուրեմն երկու տելերովա գխավա, որ մեգերեն օգտակար է, անդի ավելի գնա։ Եվ Պակիստանի համար շատ մեզ համար շատ վտանգավոր է Աբիսի համերաշխություն Պակիստանի, Ադրբեջանի եւ Թուրքիո Մենք տեսանք 44 օրվա ժամանակ նրանց համագործակցությունը, նրանց համատեղ քայլերը ռազմական մեր երկրի նկատմամբ հիմա էլ նույն երկրները զորապալներ են իրականացնում իսկ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ուղղակի դասալիք է հանդես գալիս, որևէ ռազմաքաղաքական բաներ չցուցաբերում, մի քանի զենքեր է ցուցաբերում, խաբուսիկ, այն էլ մարդիկ էլ առանձնապես շատ չեն հասկանում զենքից կամ ինչ-որ նման բաներից։ Պակիստանը շատ հրաչակեն է զինվորական սակավան մեջ, ունի քերարքիական օթուշ, շինված Պակիստանի մեջ, ոչ թե գնաց Եվրոպային կամ Հայաստանը ակներ են, եւ օթանավերեն ծախած է Ադրբեջանի, եւ օթանավերը շատ արքայական օթանավեր են, որոնք պիտի փորձացնի որևէ պատերազմի մոդել։ Ուրեմն տարածող շրջանում բնականական վերդեմ պետք է կիրառել ինչը ամենահավանականն է, չէ՞, կամ գուցե Իրանի որոշակիորեն փորձեն համապատասխան պահ եթե բացվի Ադրբեջանի համար որևէ ոտնձգություն կատարել, բայց ամենայն հավանականությամբ դա պատերազմ լինելու է, դա մեր դեմ է կիրառվելու, իսկ դա գերժամանակակից կարելի է համարել մենք կարծում եմ հակընդդեմ որևէ բան դրան դեռ ոչ օթուժ ունենք, ոչ պաշտպանություն, օդային պաշտպանություն ունենք, ոչինչ ունենք եւ մեր ղեկավարները մահակունի մեջ են Կոմա, ուրեմն եւ դստաղի բաներով որ ամուշ բաներ են, ելերին ես ղեկավարը ինչով դստաղի ամուշ բաներով բողանակ մտածելու ինչպես պետք է երկիրը զարգացնեն, ինչպես բանակը զորացնեն, այդպիսի բան գոյություն չունի։ Ընդհանրապես գտնվազացնեն բանակի կարողությունները։ Որ նաեւ տնտեսությունն էլ թույլատում ներկայությամբ վերջերս 3 պրոդյուսերներ անընդհատ միտինգներ են հասկացնում գյուղատնտեսները, ովքեր ակցիաներ են իրականացնում եւ տնտեսություններ են գնալով թույլատում, ներկա ինչքան եք հետևել կամ հասել եք հետևել թե չէ, որ կլինեն հաստատ այդ միտինգավորների մեջ մարդիկ ովքեր որ ներկա իշխանություններին են ընտրել կամ ընդդիմադիրներին են ընտրել։ Ուրեմն ինչպես պատահեցավ վերջերս վերջին քանի շաբաթ ընթացքում Ռուսաստանը չափոնեց Հայաստանի մտերքը բուդուկները կանաչություն եւ մնացին լոլիորը մնաց Հայաստանի մեջ Օդեսա Փաշինյանը դեսել Եվրոպա դերտան Եվրոպայի դեպքերը չունի որակը չունի անոց դարձը չունի եւ ինչեւ որ Եվրոպան դեցեն 8 ամիս կդեպը
Այս ապրանքը, որ ուտեստեղենը, դեցել 7 ամիս չի կիմանա, Այո։ քանի մեկ շաբաթի մեջ կավրդի։ Ուրեմն եւ հույս կտա, եւ անգերձորեն ինչպես ասի, այն քաղաքացիները, որոնք ամիսն առաջ երբ ամիսը փոխվեցին Փաշինյանին, իմացան ինչ է, եւ Փաշինյանի կոալիցիոն Փաշինյանին հոգը չէ։ Եվ քվենալա խոսումներ դվա եւ ողջերթան թոքիներով ծախեն ասներ ուտելիքը, բայց Եվրոպան ուտելիք չի բանջը, ոչ գուզե, ոչ միջոցներ ունես հրգելու։ Փոխադրյալ միջոցները, ամեն լեսակի միջոցներ ունես, քնող չունես։ Միակ տարբերակը նաեւ ընդունված տարբերակը տվյալ իրադրություններում, որ սուբսիդավոր են այդ գյուղացիներին, որպեսզի իրենք չհիասթափեն, չլքեն երկիրը, չթողնեն իրենց փոքր բիզնես գյուղատնտեսական բիզնեսները, սակայն մենք գիտենք, որ իրենք ամբողջ բյուջեն գումարները մսխել են իրենց միլիոնավոր պարգևներ տալով եւ ընտրարշավի վրա պետական գումարները մսխելով ճիշտ է իրենք դա բավականին լավ գործ են, սակայն ակնհայտ է որ միջոցները ցավալները որ վարկ կուտան քրացին եւ որ քրացին չգտնա փերքանը չգտնա ծախել վարկը չի գտնա բաժարել ինչ կգնե փողը դիցախը աժանքինով ով դիքնա աթողը կես գնում Վաշինգտոն ով դիքնա ով դիքնա օրոստո Թուրքը դիքնա եւ ացերոն քրացին եկեք շամուկան գալը եւ գարնե հողը եւ փաշենը ոչ պիտի ուրեմն քրացին չկլինի պիտի ցիկի երգիրը αντասախոն դիլետը կամ անսասոն դիլա չեմ կիդե ուրեմն շատ դժվարի վիճակի մեջ ենք ինչպես ասի ելեմենտարին շատ կարևոր է եղել տակասան մեջ հանագի գազության մեջ ուրեմն պետք է էկոնոմին զարգանա եւ այսպես համաչելա ինչպես ասի Բարգավաճար դուրան, ինչ բարգավարիկ, ինչ ըրիկ, որ բարգավաճար ստավ։ Եվ ասպեսը կաշարք է, կորապշն է, դաշարագերություն է։ Եվ ամենա վատ պանը, որ դա երկրում համար դաշարագերությունն է։ Դաշարագերությունը երկրը առաջ չի դանել, երբ կդանել։ Եվ այդ ճիշտապար մենք այդ վիճակի մեջ ենք։ Եվ իսկապես կհիասթափես ու դեսնես ինչ որեք։ Մենք քրոպացիներն են Sim, o meu քվեարկեցինք Փաշինյանին, ասիկա մեսիկն է։ Ընդդեմ առաջ ասավ ծրի, ես որպես քժի ասավ քերերը ծրի դիլան, քորտոց ծրի դիլան, եւ քվե կողցան, կողքն ասի։ Եվ յաման ես գլսեմ արդյոք խոսին, ոչ քերգա, ոչ ծրի քերգա, ոչ ծրի քժություն գա, ոչինչ կա։ Եվ 10,000 կուկումարը ասեմ դանք թոշակարումներում բեգամիստերի անապտրանը կուտկիլած կուտկիլանարի զինվորական բուջե զինվորական բուջեն արել այդ կումարը որպես և ասիկ կաշակի սեմենը ընդության կաշակի սեմենը ատան պամեիքը ամերիկայի մեջ պատահի Հաջորդ օրը ժողովուրդը կպրնա կոնգրեսմանին կամ սենատորին, ասի ինչ եղավ ունեցած ես։ Մենք նստել ենք, ուրախանանք, որ Փաշինյան մոնենք։ Իսկապես շատ ցավալի վիճակ դեպի մեջ կգտնվենք։ Դե ժողովրդին խափում են, ժողովուրդը Դրանց մեգական խափիս, եգորական խափիս ապուշ է սսել է, տխմար է սսել է։ Ճիշտ է, ես եմ խափված եմ, երրորդ, չորսիններ անգամ Բայց արդարացումներ են փնտրում իրենք հենց այդ խափվածները այդ կառավարության համաձայնով խնդրել ընդհանրապես իրենց արդարացնել կամ չարդարացնել իրենք պետք է վաղուց գիտակցեք որ դրանք ձեր աշխատողներն են իրենց ֆունկցիոնը տեղ ձեր կյանքը բարելավելն է եւ ձեր անվտանգությունը ապահովելն է եւ որևէ նման նշույլ անգամ չկա որ տնտեսական անվտանգություն կամ ռազմական անվտանգություն իրենք ցանկություն չունեն ապահովելու դեռ ընդհակառակը իրենք մեթոդաբար գնալով քայքայում են մեր ազգային դիմադրողականությունը ամեն տեսանկյունից ոչ թե միայն տնտեսությունը քայքայում
անհատականությունը, բարեկամությունը, մարդկությունը, մեր ամեն ինչ որ ասկային է, ինչ կնեն, կփչացնեն։ Այսօր ես քանի որ ասեցի, արկելեն մշտի արտանը, կապնեցել, ամեն Ինձ աղջնակը 16 տարեկան աղջնակը, որ բիլիարդացու մրցույթի և գծած էր Արցախի բաբիկների նկարը թուս դերած են և ուսուցչունի թուս դերած են, ասի ինչ է, և նկարները, հերոսների նկարները կահանեն և ամենացավալին, մեսոք մաշտոցի, մեսոք մաշտոց կողծած է կիրերը ամոք է։ Դե սրիկայությունը դա պղծում են էլի ամենի արժեք և այլն հետաքրքիր կլինի մեղրեցիները հիմա որ ընդեղ ովքեր որ ընտրել են դրան չնայած ովքեր որ դրան ընտրել են երևի թե իրենց մարդկացեք ունենան նժդեի արձանքը կանգնացնեն չեն կանգնացնի իրենք նժդեհը եթե չլիներ եթե որևէ մեկը սյունիքից կնայի այս հաղորդումը նժդեհը եթե չլիներ դուք ամենահավանական ծնված էլ չէիք լինի և հիմա նրանք չեն թողնում որ նժդեի արձանը ամենաարժանավոր հայորդու արձանը տեղադրել Գիտեք միշտերով է Հայաստանը և այսօր միշտերի դեսմեգումը և արդապագեն և ասան չի գրնա ժարնակվի իսկապես ասպես է շարնակվի մենք պիտի Հայաստան կոլություն պիտի չունենա վախս ավելի և եթե Հայաստան կոլություն չունենա ասվելքի մեջ երկու սերունդ մեջ կոլություն պիտի չունենա մեկ սերունդ հետո մեկ սերունդ երկու սերունդ որովհետև պետությունը շատ կարևոր է ես անկեղծ միշտ մտածած եմ ադոր մասին մեծ պետությունները և օտարների մեջ զինվորական գծորդ ունենան տեսանական մեջ կապտը մգլա, պան մգլա, որ տեսանական գծորդ է ես պիտի պահանջեի, որ Հայաստանի կառավարությունը Հայաստան քաղաքներու մեջ ունենա մշակույթի գծորդ որ պիտի աշխատել դրական ժողովրդին է, դրական հայերուն է, որպեսզի գաբը մնա մայ հայրենիքի հետ և իրենք պակել ես թուրքի նախարարությունը իրենք կառույցները ատիկա գնկալեմ ես կենեման ատկա գնկալեմ, եղբայր, ատկա գնկալեմ ձեր ակնկալիքները մեր բոլորիս ակնկալիքները այն անհրաժեշտությունը ինչը որ մենք տեսնում ենք որ անհրաժեշտ է անել իրենք ամենաանհրաժեշտ բանը իրենք հակային դա անում իրենք հակամարդ են ինչու մասն հակամարդ ինչ ասեմ վիշուղ են դեն ծնա և անգերձ ասեմ գուզեմ համքեպի քայմը քվայգաններով և ասեմ ինչ կբանչեք ինչ կուզեք այսինքն ուրդեղեն եք ակտուկ ուրդեղեն որ մոլորագեն եք ասկանը աբասկային անգարանի է չեմ գնալ երևակայել երևակայել հերու է իրենց ստորությունը շատ անընկալելի է մեզ համար, որովհետև տեսեք դուք հիմա սեղանից այս մակարդակի վրա ենք մենք գտնվում և չենք տեսնում սեղանի տակը ինչ է գտնվում, իսկ մոտավոր եթե մարդկային որակների հայի տականք և հայի ամենալավագույն տեսակները վերցնենք, դա բավականին անհասկանալի է նորմալ առողջ մարդու համար, թե ինչ է կատարվում որոշակի հարթությունից ներքև մարդկային ստորությունը չունի հատակ ընդհանրապես ինչպես նաև դեպի Աստծուն ձգտել է նույնպես անհաստ ճանապարհը հետևաբար զարմանում ենք որ այս ոնց իրենք ուղղակի մեր ազգի մեջ միշտ եղել են ինչպես բոլոր ազգերի մեջ կամ ուղղակի արտաքին ուժերի օգնության շնորհիվ այս ստոր անձնակազմերը գալիս են այն ամենակարևոր օղակներում տեղավորվում են և իրենք դառնում են ամենահզոր զենքը թշնամու ձեռքին Անգեր ես սպիրտահայ լալով իմ հայրը 1015 թվականի 1 տարեկան եղած է, պատակի մեջ եղած է և
որքանոց մեծած է, եւ ես շատ լավ գիտեմ թուրքը, եւ ուսումնասիրած եմ, գարտացած եմ։ Եղբայրներ, սիրելիներ, չեք գիտեր թուրքը ով է, չեք գիտեր, չեք գարտացած։ 1909 թվականին Ադանայի չարտերը ադադեն, ժողով կմարեցին երդասարտությունները եւ որոշեցին Հայաստանը քննածուն չէ, հայերը քննածուն չէ։ Նույնը եշարնապի այսօր, ամեն չեք հասկանալ ինչ պիտի դա եւ դրկանա։ Ձեր մայրերը, քույրերը, աղջիկները, դղաները, ինչ պիտի լան, պիտի քննարկվեն։ Ես շատ լավ գիտեմ այդ ժողովրդի բախտությունը, շատ լավ գիտեմ։ Այսինքն դուք չեք մտածել այդ մասին։ Եվ անցիկը ինչ անցյալ ունեցած են, ինչ օրած են անցյալին, գրարձեք, որ վաղը, երբ որ Հայաստան թրկանա, դուք հանգիստ դառնի։ Ձեր գիները, աղջիկները, հարեմի եւ դղաները հարեմի պիտի վերածին։ Թրեմ պիտի դառնան թուրքերով։ Եվ չեք մտածել այդ մասին։ Այդ անգլիացիները աչքերիդ բացեք։ Թուրքանան ինչ կնշանակի։ Սուխ դառնան, հարեմ դառնան, ուրիշ ոչինչ։ Տեսեք, դե ժողովրդի մեջ միշտ լինում է զանգված, որ պատեհապաշտ զանգված, որ Քոչարյանի ժամանակ եղել են Քոչարյանի կողմից, Սերժի ժամանակ Սերժի, հիմա Նիկոլի կողմից եւ այլն եւ այլն։ Իրենք զուտ պատեհապաշտ են թուրքերներ, իրենք գտնելու են տարբերակ, որ իրենք տեղավորվեն, ինչ-որ կերպ դիրքավորվեն, որ իրենց ոչուկուչ գոյությունը ապահովեն, ցավոք այդ զանգված կա եւ դա մարդու ինքնապաշտպանության ձև է։ Բայց մենք այդ զանգվածին չենք կարող դաստիարակել կամ իրենք իրենց վրա պետք է աշխատեն եւ ինքնադաստիարակությամբ զբաղվեն, չվախենան, ինչը գոյություն ունի Հայաստանում այս պայմանագրությամբ վախը մտնոլորտը խորանում է եւ արդյոք երկարատև ճգնաժամերը, պատերազմները կարող են մարդկանց մեջ առաջացնել հոգեբանական ոգնածություն եւ անտարբերություն։ Այդ մեկը գաղափարից պետք է սկսել։ Չնայած որ ես դժվարբերոն հարկեդից պիտի ուղղի հոգնիս եւ դերիդաս։ Ոչ։ Ընդհանրապես կուբայքարը ավելի դիզորանա։ Իբայքարիստ ավելի բարձր հասնելու համար։ Անգեզորեն սիկու, ես սարմացա, հոնց Լոս Անջելեսի մեջ, հայ ուսակցությունները, անգերս հնչակյան, ռամգավար, գամ պարեկոներամությունը, աչակցեցան Փաշինյանին։ Այո, ես տեսա ես մեդում խկրեցի, ոսի պարամանսը, որ հնչակյան կստան վախանդանը ղեկավարն է, ոսի պարամանս ինչ պիտի սերստեցի, հնչակյանները։ Նույնը, ոսենք ռամգավարներում, ընկել ունի ռամգավար, ղեկավարներեն է։ Մենք աչակցիկ բերության, եղբայր, մենք ամեն մարդ կուզի աչակցիկ բերության, բայց եթե բերությունը հագը ասկային է, թավաջան է, սրիկա է, թեր ալու բիլաչակցից, դեպիքյուն էսելով։ Մենք դարբեր ենք, մենք պևերը դարբեր ենք, մենք կսենք իրանալությունը, մենք կսենք ինչ որ պետք է, մենք կսենք ասկայինը, վերգ բայենք ասկայինը, որ շատ կարևոր է ժողովրդի կորեդերման համար։ Մենք կուզենք պահել մեր անցյալը, մեր վատմությունը, մեր բանանակությունը, մեր հերոսները։ Չես կնարսել, ես կաչարցին բերության։ Բա, ինչ եղան անցյալին բայքարները, ինչ եղան թաշնակներ կամ ռամգավարներում, հնչակներում գրիվը, ինչ եղան։ Իրենց անգործությունը արդարացնելու համար մի բան պետք է ասեն, կամ մի բան պետք է ասեն, որպեսզի իրենք էլ սկսեն սնվել պետբյուջեից, ամենայն հավանականությամբ իհարկե ես չունեմ որևէ փաստեր, բայց ակնհայտ է, որ իրենք եւ շատ-շատերը զուտ կերակրատաշտի մոտիկ են ուզում գտնված դեպքում իրեն որ իվան լավ լինի, որս իրենց լավ ամոթ է գործենք ամեն ինչ, բայց եթե գործենք Հայաստանը, ինչ պետք է մեր վիճակը։ Բայց մենք Հայաստանը միանշանակ վտանգված է առանց բայց այդ մարդիկ ովքեր որ Արցախի կորստից հետո
ջերմուկի բարձունքներ, սերվիչ, յուղեր, բազմաթիվ Հայաստանի հենց եթե իբրև թե այդ կիրթ բանը, որ իբրև թե Արցախը վաճառեցին ու հիմա հանգիստ ապրում եք դուք։ Նույնիսկ բանակում զոհեր շարունակվում են լինել եւ որ երեք սպանած են ձեզելով ասան բան չարասված չես կրան սպանված է երդասարը սպանը ձեզելով մարդիկ կողքը երակից ձեզած են ինչ ազե չեմ կլեմանոտ չես կնա մարդը ձեզելով սպանել երկրորդ ավեցնեմ ես ուսամետ չեմ ասենք գիտենք մենք ռուսերը ինչ արած են 300 տարի Բայց չի նշանակել որ ուսամուտեն փախելու համար փախչելու համար ուսամուտենեն երթած թուրքին զորը մտնես Անի շատ կարևոր բան է ասվերջին ընդդիմներում ռուսը ճիշտ է համաձայն է ռուսը շատ նեղություն տված է մեզի ռուսը ձախած է Արցախը ռուս ամեն ինչ արած է բայց չի նշանակել որ երթած արևմուտք ետախ ես արևմուտքի Հայաստանի Թուրքիան է Թուրքիան է Արմուտ ով կնաս արմուտ, կացին Ֆրանսա, ամակեդան ուշադրում տասեն մեզի, իրենց շահը գտնում։ Իրենց շահը բոլորը կպարեն, սա բացի ներկա ոչ բարով ապազգայիններից, բայց եթե մենք ունենանք ազգային իշխան կառավարություն, բնականաբար մենք փոխադարձ շահավետության հիմունքների վրա մենք լեզու կկարողանանք շատ մարդկանց հետ, շատ երկրների հետ, արևմուտք ասածը իհարկե դա այդքան Թուրքիան չի, դրա հետ թույլ չհամաձայնվեմ, ինչքան էլ այդ հատվածում է գտնվում, բայց դա խաբուսիկ է հիմա Իսրայել եւ Թուրքիա լարված հարաբերությունները վեր են ածվել պատերազմի եւ հաջորդ թիրախը, ամենամեծ թիրախը արևմուտքի համար թիրախ հանդիսանում է հենց Թուրքիան իսկ սրանք Ռուսաստանի ծրագիրն է, որ Հայաստանի թանկով քիչ-քիչ վաճառում թուրքերին բնականաբար, որովհետև իր շահերից է բխում, չէ՞, որ իր նավթու գազը եւ էլեկտրոնիկան նավթու գազը ծախսի եւ սև եղանակներով ստանա տեխնիկաներ կամ որևէ ինչ-որ իրեն անհրաժեշտ է պատերազմի համար Եվ ինչ եք կարծում, ինչու՞մն է բժշկումը մեր ժողովրդի, ինչ եզրեր գտնվի, որ էլ ավելի պայքարը ուժեղացնենք։ Ճշմարտաբար այս վիճակի մեջ դժվար է, ուրեմն պետք է աշխարհին, պետք է հիասթափվենք, պետք է աշխարհին հետևել օրնագամը միակն է, որ Ասկային է, իստեղ ասկային չի, ես ասկային բան չեմ լսել նստել ոչ։ Դասերով լսակցություն ոչ։ Փրփուր է։ Միակ կուսակցությունը, որ պետերն է, ունի ծրագիր, կողմնակիր եւ դի աշխարհի հետևի շուրջ։ Ուրիշ երկ չունի Հայաստանը փրկելու։ Չփախտաբար մեր ղեկավարը անդի մեջ գտնվի այսօր Վարդան Ավետիսյանը անդի մեջ է եւ գարտասեք Վարուժանի քիրքը եւ դեսնեք Վարուժանի դեսադանը ինչ կսե ինչ տեսակ Հայաստան լինի եթե ադի վերզակիրան հաջողեն ամենա քերեցիկ ամենա սարքացած երկիրը լինի դժբախտաբար ներկա կառավարությունը կամ բերությունը ուզել չնչեն ամեն ինչ ոչ թե միայն գործությունը դպրոցները արժեքները Դա որ որևէ բերություն դիկտատորական է, շուզե զարգացած մարդիկ։ Գուզե մարդիկ կեդություն, որպես իշխե։ Սպաղեմյան օրական հացով, շուրով, ական։ Դե որ իր ճղճնությունը չերևա ուրիշ միկրոֆոնին։ Ուրեմն դելանը պետք է շարունակենք մեր պայքարը։ Ամենքն շատ դժվար է։ Բայց իրհասնիկ, չեն կնա չհասնիկ, որովհետև եթե չհասնիկ, իդի գործություն ամեն ինչ։ Եվ չգիտեմ, ժողովուրդը
ընկճախտի մեջը մի ժողովրդի մասին ինուս ասեք գինարդության մեջը քեֆ ուրախություն են փարոզում սա դեպքում քեֆ ուրախություն են անում հետո ինչը որ փաստիա չեն կանում Անգլիա ես երկու անգամ Հայաստան եկած եմ թե ծրժարները չեմ այցելած միայն վերսինել այցելած եմ որ անցյալ եմ իմ բախությունը ես եմ եկեղեցին ես եմ դա իսկական քրիստոնեական մոտեցում է քրիստոնեական կամ ասկային մոտեցում է ավելի ասկային կամ քրիստոնեական համաչորի իսկի քրիստոնեական ուրեմն Ջաշարաններով մարդիկ կերտան տուրիստ կերտան ինչ ավոր ջաշարաններ կան ինչ ավոր սրճարաններ կան սիրելիներ ջաշարանները սրճարանները դեպքին չեն գացնել ազեղություն է պետք է զուսնանք ժուժկալանք եւ շարալցենը հերում ենք շատ կարևոր է որ արստեն արժեքները ընդունենք եւ բահինք մեր մեջ մի ռումի բան ընդամենը այդ ռեստորանները ու այնպես չի որ Ստեփանակերտցիներն էին երևի մտածում որ Ստեփանակերտը ապահովանք բայց ռումբեր Ստեփանակերտի վրա էլ ամեն դեպքում ընկան ինչպես նաեւ ռումբեր ընկել են Ղապանի վրա եւ Ղապանն էլ հիմա առասարակցնիկ բավականին վտանգված է եւ պայմաններ են ստեղծում, պայմաններն են փոխածնում ամենտեղ, որ ժողովուրդը գծած իրենք ունեն հավանաբար ինչ-որ մեթոդներ, որ կարողանում են ժողովուրդն անընդհատ լարված վիճակում պահեն, անընդհատ կորտիզոլի մակարդակը արյան մեջ, ստրեսային հորմոնի մակարդակը բարձր պահեն ժողովրդի մեջ։ Որպես բժիշկ լավ գիտեմ ատմենը։ Դրա համար ինչ-որ տերմիններ կիրառում։ Ինչ կա խորհուրդ տակ առասարակ բժշկական տեսանկյունից մարդկանց, որ չընկնեն այդ հիասթափության մեջ։ Այնքան տարբեր են մարդիկ ովքեր ուղղակի թքած ունեն, կամ մարդիկ չգիտեն էլ շատ բաներ, իրենք հետ կյանքով զբաղված, երակել չեն։ Ամենակարևորը առողջ ապրիլն է, կապացնի զգալը, որ գնացել թե ինտերնետի կեցել մարդիկ, եւ նրանք անդամներն Անգլիայում ես second answer, եթե զգայս նամակի մեջ, եթե 3-4 տարեկան մանուկ ունես, ական նույնքան գաստերի զխախոտի գնացները, ինչպես թուն։ Անգլիայում հետո պետք է անհանքերը որոնին, անոնք լավ անեն, դրանք ուտերեն, բերությունը դիզակացին, բայց ուշակիր պետք է նա, որ չերդոտեն։ Երկու առաջ է, ինգեր բժիշկները մեգստավ, 20 Հայաստան կազստավ, նամակ բարձեցին, սևանի կացին, ադերը չուրը արի և խմեցի իսավ։ 4 տարաչ և սևան կացերը, կսել, որ ատապուտ ինքը դղան գսել, ինչ կսել, at կորզարանները, եղազին մեծ կտապեն չուրը աղդը Սևանի մեջ։ Սևանի մեջ, ասա չգրսակ խմել ասա, ողտոր է ասա չուրը։ Ու ամենակարևորը հանքերը որ կան, որ արտոնագրություն գնենան, պետք է օրենքի մեջ ունան, սահմանափակվի աղդը, pollution-ը, որ գսեն ատլարինով, պետք է դարացի, որպես զգրատուշ և կասվերի գրողություն մասնակեն, սենց եզին, իսած են կանդիս զականներ, որ կասվերին 20% միայն գենետիկ է, ժանակավան, 80% շրջաբագին ուկա, ուրեմն սիրիններ ասեսեն որպես բժիշկ, որպես կասկերի մասակեն, Հայաստան այսօր ապագայության մեջ է, pollution-ի սենատները, և ասպես շարնագվի, սիրելիներ, ցավոտ կսեմ, որ դուք կասկեր դիտի մնանաք ապակային, և ուժում է շատ դժվար դուդելնա, ուրեմն դերև եք ծեցի, առողջ ապրեցիք և վերում մնացեք վատ աներեն, վատ ուդելիկներեն և այլն, ուրեմն ադե գուսեմ որպես բժիշկի գուսեմ գտերախեն ծեզի, և գշիրքը նորմալ վիճակի մեջ կարեցեք։ Եվ հնարավորինս հետաքրքրվեք ձեր երկրով, որտեղ ոնց եթե ամբողջ աշխարհը շրջեք գալու եք այն եզրահանգման, որ Հայաստանից լավ տեղ գոյություն ունի եւ մեր յուրաքանչյուրի սպարտքն է ամեն օր
հետաքրքրենք մեր երկրով ու փորձենք ինչ-որ ձև աջակցենք։ Շատ քրացի երկու անգամ ես կասի, ես հոսպիտալի հանգստան ոչի։ Սպարտակատ չեր ամեջի։ Բայց կսպասեմ այդ օրը։ Աշխարհի ամենակերտիկ տեղերից մեկն է, եւ ինչու չվայելենք աշխարհի ամենակերտիկ տեղը։ Այո։